Թրամփը ձևավորում է Գազայի հատվածը կառավարող խաղաղության խորհուրդը եւ հրավիրում մի շարք երկրների ղեկավարների։ ԱՄՆ նախագահը խորհրդին միանալու առաջարկ է արել Ղազախստանի նախագահին, ում քարտուղարի հաղորդմամբ Տոկաևը ընդունել է հրավերը։ Հունգարիայի վարչապետը եւս չի մերժել ԱՄՆ նախագահին։ Ավստրալիայի վարչապետը սակայն չի շտապել պատասխանել եւ որոշել է քննարկել առաջարկը։ Արգենտինայի նախագահն ու Կանադայի վարչապետը նույնպես հրավիրվածների ցանկում են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւս դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել Միացյալ Նահանգներից միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Մոսկվան ուսումնասիրում է այն եւ հույս ունի համագործակցել ամերիկացիների հետ մանրամասները պարզաբանելու համար, ասել է Կրեմլի խոսնակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայվիճակն ու Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Հունվարի 18-ին Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ստորագրել է հրադադարի եւ լիակատար ինտեգրման համաձայնագիր Սիրիայի կառավարության եւ քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժերի միջև ըստ սիրիական պետական սանա լրատվական գործակալության։ Համաձայնագիրը բաղկացած է 14 կետից։